Մի հատ եղբայր տեսնում է դժոխքը եւ դժոխքում մարդիկ տանջվում են։ Ուրեմն այդ րոպեին, երբ որ տանջվում են, մի հատ նոր հոգի, նոր մարդ գնում է դժոխք։ Եվ բոլորը վազում են այդ նոր մարդու մոտ, ասում են, լսի, ասում են, երկրի վրա մի հատ անուն կա, որ այդ անունը երբ որ տալիս ես, դու փրկվում ես։ Հիշում եք այդ անունը։ Հիսուս անունն է, որ փրկիչ է կոչվում։ Մենք այսօր կարողանում ենք տանք։ Ու երբ որ այդ անձնավորությունը գնում է դժոխք, բոլորը վազում են իրան, ասում են, լսի, դու գիտես այդ անունը, ո՞րն էր այդ անունը, մենք մոռացել ենք այդ անունը։ Եվ այս անձնավորությունը ասում է, ես գիտեմ, ես պաշտամունքների եմ գնացել, ես գիտեմ այդ անունը, եւ ուզում եմ որ տա այդ անունը չի կարողam տա, մոռանում է։ Հետո նորից նոր մարդ է գալիս։ Գալիս է, բոլորը վազում են այդ նոր մարդու մոտ, ասում են, երկրի վրա մի հատ անուն կա, որ այդ անունը եթե տաս, փրկվում ես, ո՞րն է այդ անունը։ Ասում է, ես գիտես ինչքան եմ երգել, 30 տարի երգել եմ այդ անունը, ես հիմա կասեմ։ Չի կարողանում ասի, մոռացել է։ Նորից մեկը գալիս է, ասում են, վասում են, լացակումած, լսի, խնդրում եմ, այդ անունն է մենակ փրկելու մեզի, ո՞րն է այդ անունը, որ պիտի փրկվենք։ Ասում է, ես 30 տարի քարոզել եմ այդ անունը, ես հիմա կասեմ, քարոզել եմ այդ անունը։ Չի կարողանում ասի այդ անունը։ Քուրեր եղբայրներ ջան, ինչի համար, որովհետև այդ կողքի անոթը ինքը իր այդ զապաս յուղը չէր հավաքել։